Ժողովուրդը գրում է. Լյորմանդ Հոլդինգս Լիմիթեդն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը Foley Hoag LLP իրավաբանական ընկերության հետ պայմանագիր է կնքել 419 միլիոն 267 հազար դրամ արժեքով Հայաստանի շահերը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարանում ներկայացնելու համար։ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն այս գործում միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն է։ Հրապարակի կառավարության աղբյուրներն ասել են, որ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի քննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ընթացքը եւ սահմանի բացման հետ կապված իրավիճակը։ Ռուբինյանը զեկուցել է Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացն արագացնելու փորձերն առայժմ ոչ մի հաջողության չեն հասնում եւ մեծ է հավանականությունը, որ նույնիսկ Թրիփի գործարկումից հետո Թուրքիան չի բացի սահմանները եւ առավելագույնը ինչ կարելի է ակնկալել 2026 թվականի հունվարից դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացումն է։ Դա էլ դեռ հաստատ չէ։ Վարչապետի աշխատակազմում տեղեկանալով այս խոսակցության մասին որոշ պաշտոնյաներ չեն կարողացել թաքցնել իրենց վերաբերմունքը։ Սկզբում ամբողջ աշխարհով մեկ գոռում են կոմունիկացիաների բացման մասին, որոնք միլիարդներ պետք է բերեն երկիր, իսկ հետո սկսում են մտածել, թե ինչպես համոզեն թուրքերին, որ բացեն սահմանները։ Հրապարակը գրում է. Երեք հայտնի դարձավ, որ որոշ падգամավորներ չեն առաջադրվել որպես падգամավորության թեկնածու։ Նրանցից ոմանք բացատրեցին, թե իրենք ջանք ու եռանդ չեն խնայելու թիմի համար աշխատելու, սակայն ԿՊ-ում գիտեն, որ նրանց քծնանքն ու ջանքերը մի պատճառ ունեն։ Փաշինյանի բարեհաճությունը շահել, որ չպատժի չառաջադրվելու համար եւ թողնի ապրեն։ Երբեմնի ակտիվիստ Լենա Նազարյանն էլ է վերջին տարիներին անհետացել։ Նրան Աննա Հակոբյանն իր թևի տակ է առել Իմ քայլը հիմնադրամում։ Խաչատուր Սուքասյանն իր որոշումը համաձայնեցրել է Փաշինյանի հետ։ Իդեպ, չնայած Տիգրան Ավինյանն առաջադրվելու ցանկություն չի ունեցել, բայց հասկանալով, որ գլխացավանքի մեջ կընկնի, վերջին օրերին փոխել է որոշումը։ Ժողովուրդը գրում է. Իշխող ԿՊ-ում կարծես մրցավազք է սկսվել։ Ով ավելի կտրուկ կքննադատի ինդիմությանը եւ այդպիսով տեղ կապահովի ընտրացուցակում։ Պատգամավորներ կան, որ իրենց անցյալի արարքները մոռացած այլոց են մեղադրում տարբեր հանցանքների համար։ Նրանցից մեկն Արփի Դավոյանն է։ Դավոյանը, որ կոռուպցիայի դեմ պայքարը տապալեց հենց ԿՊ-ի ներսում, արժանանալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախատինքներին ու զգուշացումներին, Facebook-յան ակտիվություն է ցուցաբերում։ Արդարադատության նախարարի պաշտոնին չհասնելով, այժմ փորձում է ամրապնդել դիրքերը ազգային ժողովի падգամավորի մանդատի համար պայքարում։ Հրապարակը գրում է. ԿՊ-ում կատակում են, ով գրել գիտի, падգամավորի թեկնածուի դիմում է գրել։ 380 մարդ է առաջադրվել, 40 անկուսակցական։ Մեծ մասը շարքային կուսակցականներ են, մարզերից, падգամավորների օգնականներ, փորձագետներ։ Եթե ինքնավնասումով բանակից ազատված սեպտեմբեր ասող Նարեկ Գրիգորյանը, Անուշ Քլոյանը կարող են падգամավոր լինել, ով ասես կարող է։ Իդեպ առաջադրվել է անգամ Քլոյանի օգնականը, ինչից անգամ ԿՊ-ականներն են տարակուսած։ Բայց ԿՊ վերնախավը դժվար կացության մեջ է։ Մի կողմից ցուցակն անծայրածիր չէ, նախորդում 157 անուն էր, մյուս կողմից ամեն մեկը փող է բերելու կուսակցությանը։ ԿՊ անդամները 500,000, անկուսակցականները 1.5 միլիոն դրամ։ Հայտ է ներկայացրել նաև Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, շրջիկ պատարակների ակտիվ մասնակիցը։ Ժողովրդի լավատեղյակ աղբյուրները հայտնել են, որ իշխող թիմում ներքին անհանգստություն է տիրում։ Կաթողիկոսի հեռացման թեման չի հանգուցալուծվում ինչպես պլանավորված էր։ Չնայած դրան, իշխանությունները չեն պատրաստվում նահանջել։ Թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը տարբեր ձևաչափերով քննարկում են հնարավոր ելքեր եւ նոր ճնշման մեթոդներ, ուղղված եկեղեցիականների վրա ազդեցությունը մեծացնելուն։